Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին ռազմահայրենասիրական քաղաքասանիտարահիգիենիկ հաղորդումը։ Մի 3 ժամ էս բարևի վրա էր աշխատում իդեպ։ Բարև ձեզ, այսօրվա մեր քաղաքական լրահաղցանի թեմաներն են։ Լսի, ինչ ես մի տեսակ տարօրինակ փողկապ կապել։ Որտեվ մենք պատերազմի մեջ ենք, իշխանությունները պատերազմելու են ատկատների, կոռուպցիայի, մաղարիչների դեմ։ Այսինքն իրանց դեմ դու ինչ կապ ունես։ Մեկ ես էլ եմ ուզում ինձ ինչ-որ բանի մասնիկ զգամ։ Լավ, այսօրվա թեմաները։ Իշխանություն ատկատ տենդեր, ինչպես վարչապետը 1 ժամում ծերացավ 15 տարով։ Ծովագյուղ 2, դեմքին խփել չկա։ Միջազգային աղբահավաք խումբը Հրազդանի կիրճում։ Հյուրը Սևակ Տենդերյան, ատկատների կնքահայրը։ Եվ այսպես կառավարությունում տեղի ունեցավ նախընտրական ադրենալինային պայթյուն։ Այս առումով ես կառավարության աշխատանքը Տիգրան շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական։ Մենք 4 տարի քեզ հետ խոսում ենք այս թեմաներով, 4 տարի ուղիղ։ Բայց process-ները շարունակում են, գնում են, 6 ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի։ Գոնե տեխնիկական խնդիրները կարող ենք լուծել։ Բայց չհասցրեցի, մի հատ նորից էլ այդ մասը։ Այս առումով ես կառավարության աշխատանքը Տիգրան շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական։ Լավ, դու խոսա։ Քանի սենց անկեղծության երեկոյա գրում մի քանի բան հուշենք։ Պետական տենդերներ հայտարարից մեկ-մեկ հաղթում են բարեկամ ընկերները, գիտեք։ Գնալ են մարդկանց հետևից, ովքեր իրանց քերու տղային են բերում տենդերում հաղթեցնում, չգիտեմ, կրկնակի ավել գներով։ Դո բարեկամ քերին հեչ, բայց մեկ-մեկ տենդերով ավելի թանկ են վճարում, քան շուկայական գիննը։ Եվ տարօրինակ է, մենք տենդերով ապրանք ենք ձեր բերում, որ շուկայում ավելի էժան է։ Մեկը դրա համար պիտի պատասխան տա, թե չէ։ Թե անպայման պիտի մարդ ձեր բակալենք, անպայման Խաչիկյանի պատմությունը մեջտեղ պիտի բերենք։ Okay, ով է համաձայն ձերբակալելուն։ Ես։ Բա ձերբակալենք, պետական տենդերի մանիպուլյացիան հանցագործություն չի, կամ ասենք թոշակների պահը։ Կենսաթոշակների գործով 7 հոգի կալանավորվել է, մեկը հետախուզման մեջ է։ Իդեպ այն օրը Խաչիկյանին տեսա այն խորովածի փառատոնին, մի քանի կիլո էլ լցվել էր ոնց որ։ Չէ, բան չեմ ասում։ Լավ, բա հիմա ինչ պետք է լինի։ Չգնանք ասենք, այս մեկը 1.5 միլիոն գողացավ դրամ, այս մեկը 2 միլիոն գողացավ։ Գլխից պետք է բռնենք, մեծերին։ Վերջապես բռնելու ենք մեծերի գլխից։ Դե ճիշտ ասած ես ավելի կողմ եմ վզից բռնելուն, որովհետև մեծերի մոտ այդքան գլուխը չի մեծ, ինչքան վիզը։ Բայց կարևորը սկսելն է։ Ակի ափսոս այդ ամեն ինչը 4 տարի հետո բացահայտվեց։ Ակին դաստրեցին գողանալ բյուջեից։ Այս ընտրությունները գոնե 2 տարին մեկ լիներ, սենց բաներ շուշուտ տեսնենք։ Դե բայց լավ է, սենց որ գնա կարող է շաքարի մենաշնորհներ նկատեն։ Իդեպ տեսենք ինչ էր տեղի ունենում այդ խորհրդավոր խորհրդակցության գիշերը ԲՀԿ շտաբում։ Ինչպես ընկալեցին վարչապետի քննադատությունը ընդդիմադիր գործընկերները։ Այո, մենք ունենք բացառիկ կադրեր ԲՀԿ-ի ներսից։ Լավ, մի հատ կենտրոնակ նախարարների ծբխոցի վրա։ Թե ինչպես կարելի է, ասենք դեղերի շուկան այդպես թողնել էլի։ Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես։ Դա առաջինը քո խնդիրն է, առաջինը։ Վայ դերո։ Դերո միասակ կրակ ասա։ Հիմա ոնց է տատիկս կողնորոշվելու դեղերի շուկայում։ Այսքան անտարբերություն տատուս նկատմամբ դեռ չէի տեսել։ Ոչ էլ նոր տարուն եք զանգում միած շնորհավորեք։ Իսկապես ոնց է դերոն հիմա նայելու Սերգեյի տատիկի աչքերի մեջ, ոնց։ Լավ, բայց մյուս կողմից նոր առողջապահության նախարարը դեռ հենց սկզբից չեք թողնում թալանել, այլ իմաստը ո՞րն էր նախարար դառնալու այս մարդուն։ Կներեք։ Ինձ հուշում ենք, որ մենք հենց նոր ստացանք ծովագյուղցիների արձագանքը խորհրդակցության վերաբերյալ։ Բոլորին բացել է կառավարության վրա խոսալը։ Մի քիչ շուշուտ կարելի է ասենց բաներ կազմակերպել։ Իդեպ Գագիկ Բեգլարյանն էլ ընկավ նախագահական էքսպրեսի տակ։ Նույնը կապի եւ տրանսպորտի նախարարությունում։ Մարդիկ արդեն բավական, քանի ամիս արդեն աշխատում եք։ Արդեն 5-6 ամիս աշխատում եք, չէ՞։ Շո այդ մարդիկ պիտի համոզված լինեն, որ չի լինելու այդ բանը։ Բայց կապի նախարարը արդեն ամառը սկսել էր իր փոքրիկ ենթախորհրդակցությունները իր ենթականների հետ։ Ու հանգարց վաճի կեսնում վիճակներ,
Ունի վիճակ չէ, ունի ասել իմ դժվարը, ես եզրակարերի ես բետոնացումն է։ 1 կիլոմետր 700 մետր, եթե սա գնացի… Նա լրիվ ուրիշ աշխատանք կա վաչի, սա լրիվ ուրիշ աշխատանք կա, դու ես մեջտելու մասը կարաս ապահով ես կողորեզ ովքեն անես, ստեղ արաշ չի, ընդեղ արաշ չի, ներքին արաշ չի։ Բա, նենց որ նա լավ պատրաստվել էր խորհրդակցությանը։ Իսկ վարչապետին այդքան խիստ քննադատել կարծում եմ չարժեր։ Հա, տենդերները գուցե բարեկամ ծանոթներին էին տրվում, հարակատների փողերը գուցե գրպանվում էին, գուցե շուկայականից բարձր գներով էին տենդերները, ասֆալտը աչքի առաջ փշրվում էր, բայց փոխարենը վարչապետը կարողացավ տաղավար տոները լավ կազմակերպել։ Տեսեք ինչ գեղեցիկ մեռելոց է կազմակերպում կառավարության ղեկավարը երկուշաբթի օրերը։ Այնպես որ տնտեսությունը հա, գուցե ես իմիջ չի, բայց տաղավար տոները։ Կներեք, ինձ հուշում են արդեն կա ժողովրդի արձագանքը այս խորհրդակցության վերաբերյալ։ Լավ, բա վարչապետը ինչ որ ձևով արձագանքեց։ Բոլոր գնահատականները, որ դուք տվեցիք, նաև սթափեցնող են։ Սթափեցնող էր։ Շատ լավ է։ Իսկ ինչքան սթափեցնող էր, ասենք մի բաժակ սուրճի չափ, թե մի ամբողջ Red Bull-ի էֆեկտ կարող է ունենալ։ Սպասի, ասենք սթափվեցին, հետո ինչ պետք է անել։ Պարոն նախագահ, մենք բոլոր բարձրացած հարցերը կդարձնենք քննարկման առարկա, ձեզ կներկայացնենք ժամանակացույց միջոցառումներին։ Կկազմվի ժամանակացույց, հետո հայեցակարգ, հետո կստեղծվի հանձնաժողով, կտրվեն հանձնարարականներ, հետո դե նոր տարի բան կգա արանքը։ Դերո։ Այս թոուբոյի մեջ մենք մոռացանք, որ դեռ ծովագյուղի մեր արկածները ամբողջությամբ չենք ներկայացրել, չես ներկայացրել, չէ՞։ Չէ։ Իսկ ժողովուրդը ուզում է իմանալ ի վերջո ինչ եղավ այնտեղ։ Վերադարձանք մենք, չվերադարձանք։ Ժողովուրդ։ Լսեք, երեք եղավ էլի իմ անունից խոսակ։ Այսինքն չես ուզում նայես ծովագյուղի պատմությունը։ Դու նես չի որ ուշքս գնում է, բայց որ դնեք կնայեմ։ Բա էլի ինչ խնդիր կա։ Դե ուղղակի ով տեղից վերակենում ժողովուրդն էս է ուզում, ժողովուրդն են ուզում։ Զզվցրիկ էլի։ Լավ, կներ Ժող ջան։ Եվ այսպես ծովագյուղի ռեպորտաժ մաս 2։ Ինչպես հիշում եք նախորդ հաղորդման մեջ մեր հատուկ թղթակիցներ Նարեկն ու Սերգեյը բացահայտում էին ծովագյուղի դառն ու քաղցրը։ Նրանք պաշտպանված էին։ Նրանք պատրաստ էին փողզիջումների։ Մենք եկել ենք խաղաղությամբ։ Նրանք փորձում են կամրջել Երևանն ու ծովագյուղը։ Անձամբ դուք քանի երևանցի եք տպել։ Դու ասացան տպեր եք, շատ ենք իմանում երևանցի թե որտեղած, հա։ Դուք քանի երևանցի եք տպել։ 4։ Սակայն միջմշակութային շփման կեսից նրանց տարան խոտ թնձելու։ Դելու համար լսա ինչ եմ ասում, հարկանք դաշտը մի երկու ոտ խոտ բերենք, էլի։ Դիտեք ծովագյուղի սարերից մեր հատուկ ռեպորտաժը։ Մենք չգիտեինք ինչ է մեզ սպասում, բայց մենք լավատես էինք։ Դեռ ոչ ոք չգիտի ինչ անելու, բայց մենք լավատես ենք։ Գագաթը բարձրանալուն պես մենք պատրաստվեցինք անցնել գործի։ Այսքանով արկածները ոնց որ վերջացավ ու եկավ դժվար տանջալից աշխատանքի պահը։ Բայց տալու եք, չէ՞ պասպորտները մեր։ Հանձնագրերը վերջում, հա։ Բայց երբ արդեն մտածում ենք, որ ամենադժվարը հետևում է եւ մնում է միայն կենտրոնանալ խոտ հավաքելու վրա, ինչ որ բան մեզ անհանգստացրեց։ Դու երևանցիկու ծեծեր եք։ Դու ծեծեր ես երևանցիկու։ Արի, քնը թողեք, կարա այդ խոտը կտարվի, թափով արի։ Մենք զգացինք, որ ամպերը կուտակվում են եւ արագ պետք է անցնել գործի։ Ընթացքում սկսեցին ի հայտ գալ լրացուցիչ անսպասելի նյուանսներ։ Բայց դե հիմա գործեր անում ենք։ Մեզ շատ էր օգնում մեր անմիջական վերահսկողի քաջալերումը։ Նորմալ աշխատեք, հա։ Նորեք։ Ի վերջո 4 ժամ անմարդկային աշխատանքից հետո կարողացանք բեռնել մեքենան հավաքված խոտով։ Այս սարած գործները։ Քիչ, հա։ Вообще աշխատած։ Բացի խոտից մեքենայի մեջ մնացին նաև մեր անձնագրերը։
Բազմաթիվ կոչերից հետո մեզ համաձայնեցին վերադարձնել անձնագրերը մեկ լրացուցիչ սար հնձելու պայմանով։ Ու այստեղ անցանք ավելի լուրջ գործի։ Ֆոտո հաջողությամբ հնձելուց հետո ծովագյուղը բացեց մեր առջև իր սիրտը եւ օղին։ Բարեբախտաբար ծովագյուղցիները չէին սիրում տփել թերսնված եւ օյախ երևանցիների։ Հետո նորից, բայց ուրիշ տեղ։ Ծովագյուղի հյուրասիրության նման հյուրասիրություն մենք դեռ չենք։ 3 սեղան մոտավորապես մի ժամվա ընթացքում։ Ու դա վերջը չէ, դեռ շարունակությունը գնում է։ Դուք ասեք ծովագյուղցիք sense։ Ու դեռ ոչ մեկ մեզ չի ծեծել։ Տիգրան ջան, չես ծեծել։ Բախտի վերմամ, թե падամա, բլը որ չէ։ Եվ բախտը շարունակում էր մեզ ժպտալ, մինչև որ մենք չկորցրեցինք զգոնությունը։ Մենք եկել խաղաղությամբ։ Մենք կերմի տրամադրություն ունենք, նայեք։ Սակայն վերջում հաղթեց բարեկամությունն ու ուտել խմելը։ Բայց ի վերջո մեզ հաջողվեց զգալ ծովագյուղի համն ու հոտը։ Եվ այդ ռազմայնասիրական նոտայի վրա մենք վերադարձանք Երևան։ Այո, իսկ մյուս տարվա համար խոստացել ենք եռապատիկ խոտ հնձենք ծովագյուղում։ Այդ լուրջ էիր ընդունել դու։ Հա, բա խոստացանք են մարդուն։ Դե հա, խոստացանք, որ անձնագրերը վերադարձնի։ Հայաստանի Հանրապետության Վարդան Այվազյանը, նախկին բնապահպանության նախարար, ՀՀԿ պատգամավոր եւ ուղակի բնությունը հարգող սիրող մարդ, կրակն է ընկել ամերիկյան դատարանի ձեռը։ Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ կալանել Վարդան Այվազյանին 37 միլիոն 537 978 դոլար։ Առաջինը, որտեղից Վարդան Այվազյանին այդքան փող։ Պատգամավորների աշխատավարձը $1000 նույնիսկ չի հասնում։ Պարոն Այվազյանը հազիվ ծերին է հասցնում, դե հա, չհաշված իր Bentley-ն ու 2011-ին հայտարարված 150 միլիոն դրամից ավելի եկամուտը։ Լավ, բայց հիմա ամերիկյան դատարանը մեղադրում է մեր падգամավորին մախիանացիաների մեջ։ Մի հատ լսենք, այս մարդը ինչ է ասում։ Եկեք այդ գործը վերցրեք, հետաքննության պես անցկացրեք, բերեք ստեղ մեր վարչական դատարանում, չէ որ գործը Հայաստանի Հանրապետությունում է տեղի ունեցել։ Չէ որ ես Հայաստանի իրավունքը չի, պարոն Այվազյան, իրենք որոշեն որտեղ։ Իհարկե, բերեք Հայաստանի դատարանում այդ բողոքը ներկայացրեք։ Դե չենք ելեք այդ կոռումպացված ամերիկյան դատարանների ձեռը, կոռումպացված են, չէ՞ դրանք։ Հա, բա ինչ են, եթե արդարադատություն եք ուզում, համեցեք ՀՀ վարչական դատարան։ Ինչպի տուզիկ Նյու Յորքի դատարան եք գնացել։ Վարդան Այվազյանը չի գործել որպես ֆիզիկական անձ, նա գործել է Հայաստանի Հանրապետության որպես բնապահպանության նախարար եւ պաշտպանել է պետության շահերը։ Լավ, սիրոք, այդքան մի հուզվի։ Նարեկ ջան, ախր ոնց չուզում։ Այդ մարդակեր Golden Mine եսի միշտ ջահանդամը, ուզում էր մեր բնությունը փչացներ։ Իսկ մեր կիսասուրբ նախարարը պաշտպանեց մեր ծառերը։ Ընդհանրապես ով է հարձակվել այս մարդու վրա։ Դիմեք իրանց, ովքեր որ ինձ ասել են, որ իրենց 3 միլիոն կաշառք են առաջարկել, թող մեկ մարդ ասի, որ ես իրանից ուզել եմ, որ ես կարողանամ դատի տալ։ Հասկանում եք։ Տեսնում ես մարդ չկա։ Մի հատ կա, կարծեմ այս մարդն էր ամբողջ համահանել։ Ամերիկյան դիվանագետների հաշվետվության մեջ նշվում է, որ 2005 թվականի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մասին, ով ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր $3 միլիոն կաշառք։ Ինչ-որ դիվանագիտական ասեկոս։ Չեմ հավատում, մինչև մեր հայկական դատարանը վերջնական արդար խոսքը չասի, չեմ հավատա։ Տուֆտում են, ինձ թվում է, ամերիկացիք իրանց Ասանժով հանդերձ բոլորն էլ տուֆտում են։ Վերջը ես խումբ եմ բացելու Facebook-ում, փրկենք Վարդան Այվազյանին։ Հիշում եք, որ Ամերիկան մի քիչ կրճատեց օգնությունը Հայաստանին անցած տարի։ Ինձ թվում է հիմա նրանք փորձում են աշխատանքով դա հատուցել ինչ-որ կերպ։ ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 15-ին հերթական անգամ մաքրեց Հրազդանի կիրճը աղբից։
Հայաստանի գրեթե բոլոր մարզերում այսօր տեղի ունեցավ աղբահավաք, որին մասնակցեցին հարյուրավոր կամավորներ, ինչպես դպրոցականներ եւ ուսանողներ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ եւ պետական կառույցներ։ Հրազդանի կիրճում մանկական երկաթուղու մոտակայքից աղբահավաքում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները եւ ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտները։ Thank you. I remember you. Thank you very much. Okay, we need to do a couple things with the trash. Աղբահավաքությունը ո՞րն է։ Ախր մարդիկ տանջվել են, ամբողջ տարի մխտարել են այդ կիրճը։ Իսկ օտար գրանտասերները տալիս մաքրում են ամեն ինչը խաթարելով մեր փխրուն էկո համակարգը։ Ինձ հուշում են, որ բրիտանացի դեսպանն է մասնակցել այս սկանդալային միջոցառմանը։ Անպայման էր բրիտանացի դեսպանն հիշել։ Դե հիմա չմտածեմ, որ ջոգողություն են կանում։ Մենք հուսով ենք, որ հայերը հպարտանում են Հայաստանով եւ կպաշտպանեն այն, ինչ ունեն։ Դա սեփական արժանապատվության հարց է։ Եթե դու չես հարգում այն տեղը, որտեղ ապրում ես, եւ նետում ես աղբը գետնին, կարծում եմ դա ավելի է նշանակում, քան պարզապես աղտոտել։ Չգիտեմ, ինչ որ բան են չի, ինչ որ բան դուրս չի գալիս։ Այդ կիրճը իդեպ ստեղծել էր Վարդան Այվազյանը իր պաշտոնավարման տարիներին, իսկ ամերիկացիները հիմա աղավաղում են ամբողջ տեսքը։ Մի բան պետք է անել։ Մենք կարող ենք շարժումը հայտնում է, որ սեպտեմբերի 15-ին իրականացրած մաքրման աշխատանքներից հետո Կարմիր Բլուր հնավայրի տարածքին է մոտեցել մի մեքենա եւ մաքրած տարածք է նետել գործարանային աղբի պարկեր։ Ակտիվիստները թափոնից կրահել են, որ աղբը պատկանում է Էլնոր ընկերությանը։ Այ սա ուրիշ բան, այ հիմա կիրճը մաքրվեց արևմտյան քայքայիչ ազդեցությունից։ Մի վարքյան ինձ հուշում են, որ բրիտանական դեսպանատնից միայն դեսպանների կեսն է մասնակցել աղբահանության աշխատանքներին։ Հա, ճիշտ է, իրան երկու դեսպանն էին։ Հա, 50%-ով են միայն մասնակցել։ Իսկ այսօրվա մեր հյուրն է Վազգենը չի ուզում մի հատ ցիկանի։ Ոնց որ զանգա գալիս տեղից։ Վազգեն դու ես։ Հա, Սիրոկ ջան, ես եմ։ Էս սուր ես։ Էս ինչ վիճակա մոտդ։ Իսպանիայում եմ ճիշտ ասած, հələ որոշ ժամանակ էլ ստեղ կմնամ։ Ինչ գործ ունես Իսպանիայում։ Դե ճիշտ ասած կառավարության տենդերի մեծ մասը ես եմ շահ ու մի քիչ դիսկոմֆորտ է հիմա Երևանում լինելը իմ համար, հասկանում ես։ Այդ ատկատի պահերը փաստորեն Սուսմն այդ տղա, մի ժամանակ մենք մաղարի չէինք ասում, բայց քանի ես վերջերս դառավ ատկատ, դառնա վտանգավոր Հայաստանում մնալը, հասկանում ես։ Բայ երբ ես գալու։ Երևի ընտրություններից հետո կգամ։ Լավ, ես գնացի։ Խաչիկյան, սպասի։ Իսկ այսօրվա մեր հյուրն է Ատկատ եւ Որթիներ ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Տենդերյանը։ Սևակ ջան, բարև ես։ Պաչիկով բարևի լավության տակ չեմ մնա։ Ինչ։ Չէ, կներես, խասյաթ է մասնագիտական, ոչինչ, շատ ոնց ուզում ես բարև։ Լավ, Սևակ ջան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ատկատ եւ Որթիներ ՍՊԸ-ն շատ հաճախ է ստանում պատվերներ պետական տենդերներ անելու համար։ Դե այդքան հաճախ չէ, ինչքան ձեր այդ Վազգենը, մենք գելու գազան չենք։ Ну, հա, Վազգենի չափ գուցե չեք ստանում, բայց մեկ է, ստանում եք տենդերների, շահում եք տենդերներ, ինչպես եք դա հաջողացնում անել։ Սերգեյ ջան, Ատկատ եւ Որթիներ ՍՊԸ-ի գաղտնիքը ոչ այդքան ատկատներն են, որքան էլ դա զարմանալի չի, այլ ավելի շատ Որթիները։ Այս պայծրությամբ ես ունեմ 12 հատ Որթի, որոնք որ բոլորը շատ ռազմավարական ամուսնություններ են կազմել կառավարության տարբեր անդամների աղջիկների հետ։ Այնտեղ փոխնախարարի աղջիկա, չգիտեմ, նախարարի աղջիկա, նվազագույնը բաժնի պետի աղջիկա։ Հենց որ մենք հանդիսանում ենք ՀՀ կառավարության գլխավոր խնամին։ Հասկանալի է։ Այնուամենայնիվ ատկատներ տալիս եք։ Արի մի հատ հասկանանք, հա, ատկատը որն է։ Այն ինչ որ դու անվանում ես ատկատ, ես օրինակ համարում եմ տարական շնորհք։ Ասենք նախարարությունը տենդեր է ինչ որ հայտարարում, որ պետք է դպրոց վերանորոգվի։ Ես մի հատ թիվ եմ կրակում, ինչ որ այնտեղ տուզիկ կոնկուրենտներ ավելի էժան գին են տալիս, իսկ կառավարությունը ընտրում է ինձ։ Հիմա ծնողներս գետին չեն մտնի, որ ես այդ պարագայում մի հատ շնորհակալություն չհայտնեմ այդ նախարարին։ Դա էլեմենտար տարական շնորհք է։ Ես վստահ եմ, որ դուք շատ շնորհքով եք, բայց ամբողջ աշխարհում դա կոռուպցիա է համարվում։ Մորթեցիք, հա, ձեր Եվրոպաներով։ Հենա տեսանք, ինչքան թուրք մարդասպան կա, բաց են թողնում։ Իսկ եթե չփորձեք թեման ցրել։ Եթե չփորձեմ թեման ցրել, ավելի դժվար կլինի արդյունքում։ Ոչինչ, փորձեք։ Դուք ավելի անորակ ու ավելի թանկ գործ եք անում, բայց պետ բյուջեից փող եք ստանում։ Տղա ջան, որ ես սկսեմ որակով գործ անել, վաղը մյուս օր աշխատատեղ ես երկրում չի մնա։ Քեզ թվում չի կարելի դպրոցն են սարքել, որ գարնանը չկատա կամ ասֆալտն են սփռել, որ արևից չծակվի այդ ասֆալտը։ Իհարկե կարելի է, բայց եթե Տենդերյանը վաղը սկսեց տենց անել, ուրեմն
աշխատատեղ չի լինի, որտեվ չիպ չանա ոչ մի բան, այսինքն աղքատություն, այսինքն արտագաղթ, այսինքն սահմանը կթուլանա, այսինքն թուրքը կգա կմտնի քո տուն։ Այսինքն ես այս ամեն ինչը ամենահայրենասիրական նկատառումներով եմ անում։ Հայրենասիրական նկատառումներով, որ ես բետոնի հետ եմ խառնում։ Ինչ եք խառնում։ Լավ, հիմա նախագահը հրամայել է զբաղվել ատկատների հարցով շատ լուրջ։ Հենա Վազգենն արդեն Իսպանիա է գնացել։ Դուք ինչ եք պլանավորում անել, որ ձեր գլխից չբռնեն։ Դե նախագահը ասեց խոշոր ատկատչիկներին, իսկ օգտվելով ձեր եթերից ուզում եմ ասել, որ ես ընդամենը 170 սանտիմետր բոյ ունեմ, այնպես որ հագին միջին չափի եմ։ Կարելի է ուղղակի։ Գլուխն։ Չէ, բավական նորմալ հետաքրքիր գլուխ ունեք։ Ինձ ավելի բարակ է, քան գլուխը, այնպես որ խնդիր չի լինի։ Իդեպ հենց այս մեթոդով են իրավապահները ստուգելու եւ բռնելու ատկատչիկներին։ Ասում եմ, չէ, ես համեստ տղա եմ։ Համեստ։ Դուք 6 մեքենայով եկաք մեր ստուդիա։ Բա տեսնում ես ոնց եմ խրվել վարկերի մեջ։ Իդեպ պատրաստ եմ համագործակցել իրավապահների հետ եւ մի քանի խոշոր ատկատչիկ ես անձամբ մատնանշեմ, եթե համագործակցեն իմ հետ իրավապահները, խոսք եմ տալիս լավության տակ չմնամ։ Հիմա ոնց որ ատկատ եք առաջարկում իրավապահներին, զգում եք։ Իսկ դու քիչ խոսա, փիչխա։ Լրությունը ոսկի է, չես լսե։ Հիմա էլ ինձ եք փորձում ատկատ առաջարկել։ Լավ։ Խասյաթա դառնում, ինչ անեմ։ Լավ, խոսք եմ տալիս 2 շաբթիից էլ ոչ մի ատկատ։ Եթե մի տարի կարաց առանց ատկատ ձգեմ, ուրեմն ինձ են մի հատ լավ Porsche-ներից կառնեմ։ Հիմա ինքներդ ձեզ եք ատկատ առաջարկում, պարոն Տենդերյան։ Ինչ անեմ։ Այ ես ինչ անեմ։ Ինչ անեմ։ Տենդերի մասնակցում եմ, հաղթում եմ, ոնց որ անեց կլինեն, կախվածությունն է այսի։ Իսկ դուք չեք կարող ուղղակի չմասնակցեք տենդերների։ Դա չէ, արի հիմար բաներ չխոսամ։ Շնորհակալություն, պարոն Տենդերյան, այսքան էր Arm Comedy-ին, իսկ մենք խնդրում ենք ժողովրդին եւ մասնավորապես պաշտոնյաներին ատկատներ չվերցնել, որովհետեւ ամեն անգամ երբ ատկատ եք վերցնում, մի հրեշտակ է մահանում։ Վերջում դիտեք վիդեոբոցը։ Մտածեցի, թե սա հավեսով սուժե եմ ստանալու։ Սրանք ոնց լինի չլինի վրա կտան։ Էն էլ հանգիստ պայծին։ Աչքիս սաղն էլ ջոկել են, որ բազարները արցունք չեն տալիս, որ իմ երեսը իրանց երեսից էլ պադոշ է, ու լրիվ յան են տվել։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Լավ էր, մի քիչ համը հանեցիր, բայց ոբշի լավ էր։ Ահագին նորմալ անցավ։ Ինչ եմ տալու եթերի համար։ Ինչ էլ 10 քո պատիվն է, Տենդերյան ջան։ Պատիվ, գիտես ինչքան մեծ է։ Բայց մոտս այդքան փող ոնց որ չկա։ Ոչ, ես փոխանցներել եմ ընդունում։ Ռուսական։